Գեղեցիկ է Գլենդել, ինչ մեղքներս թաքցնենք այ մարդ։ Ինչ որ հայերը եկեք տեղավորվել են, հայերը վատտեղ չեն գնա։ Չեն ավալանի Ոչ մի դեպքում ֆանտաստիկ տեղավորվելու ձևաչափ ունենք, էլի մենք դարերով։ Բանից է եկել, հա, կյանքի դա ոնց է դասավորվել կյանքները։ Բոլոր ծնողներս 3 երկիր փոխեցին, Լիբանան, Հայաստան, Միացյալ Նահանգներ, կատակ չի էլի։ Ոնց էին իրանց զգում, բայց որ այտենց ավակ տարիքում արդեն եզրակացության գալով էլի հանգուցալուծելով ոնց էր։ Այդ գիտեք ոնց էր, այդ հետ սովետական վատ տարիներն էր էլի, որ իսկապես դժվար էր։ Հա։ Մայրս իմ կարծիքով ինչպես միշտ, այլ իր ճաշներ էփում իր բաներն անում շատ տարբերություն չկար։ Հայրս իհարկե ավելի բաներ խեղճանում էր, այնտեղ ընկերներ ուներ, բան ուներ, այդ քրական շրջապատում գնալ գալիս դեռ ավելի պակաս իհարկե։ Տան պատերից դուրս հնչակ էր, դաշնակ էր, կոմունիստ էր, թե ամերիկացի էր, մեծաշող կապ չունի։ Մայրիկի համար ինքը իր խոհանոց։ Հայրս երբեք կուսակցական չի եղել, ոչ էլ քաղաքականությամբ, գիր գրականություններ իրենը։ Այստեղ էլ թերթերին բաներ անում, թղթակցում էր, բան այտենց ապրում էր էլի իրենց զբաղեցնում էր։ Միշտ ուներ զբաղվելու բան։ Մաստիկը դարձեք քննարկումների հարգելի բարեկամներ, մենք ուղիղ եթերում ենք Facebook-ով, մենք ուղիղ եթերում ենք FM-ով, FM 107.5 HD3 հաճախականությամբ, խնդրեմ կարող եք զանգարել, կարող եք զրուցել, կարող եք ձեր հաղորդագրությունները ուղարկել, տեսնենք ինչ ունենք այսօր ազգային ժողովում հարց ու պատասխաններ, իհարկե անդիմությունը չներկայացավ, բոյկոտեցին, չմասնակցեցին, բայց մի քանի հետաքրքիր դրվագների շուրջ զրույցներ եղան, այնուամենայնիվ մի քանի օրենքներ ընդունեցին, որը վերաբերում է նաև մայրաթորին, այսպիսով այո, անտիրօրենք, օրենք չի, անտիրօրենք են ընդունել այդ բանով, այո, ուրեմն ես ուրախացա առավոտ շուտ 67 կողմ 26 դեմ 3 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ամբողջականությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը ընդունվեց այսպիսով մայրաթորին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվելու։ Բայց հարցը առաջանում, իսկ որոնք որ տրվել է Այդ էլ ինձ թվում է հաջորդ քայլն էլ դա է լինելու։ Սկզբից էս, հետո կասել եմ մի րոպե։ Վերջը չբացատրեցին պատկան մարմիններն էլ, իշխանությունն էլ, մնացածներն էլ։ Այն Իսրայելի կովերի պարտեզ կոչվող հսկայական հողատարածքը Երուսաղեմի Սուրբ հողի վրա, որ ասում է հայերին էր պատկանում, որ դա ծախեցին իսրայելցիքին հետ, պետությանը ծախեցին։ Վերջը մայրաթորը այդտեղ կապ կա, թե անտիլիազ են մյուս կողմն է։ Վերջը ովքեր են արել դա։ Հստակ պատասխան դրա չտրվեց։ Ես չգիտեմ ովքեր են արել, բայց որ այդտեղ մեծ աֆյորակար չկասկածեց դրանում։ Հիմա ահագին ժամանակ անցել, մանրամասները չեմ հիշում, բայց այն ժամանակ բավական ռիսերչ արեցի, ինձ էլ հետաքրքիր դա, ինչ որ գցել են կարճ ասած կբանին Իսրայելի կառավարությանը, ինչ որ մի բան են ասել, մի բան են արել, ինչ որ դե փողերի մեծ հաշիվ էր։ Նրանք է պատժել են փաստորեն ստացվում է հետ են վերցրել, որովհետև ծախեցին իրանց, չէ։ Դատի էին տալիս այդ եկեղեցուն, բան մեծ պատմություն էր բացվել, քանի 3-4 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, բայց հիմա ցավոք սրտի մանրամասները չեմ հիշում։ Բայց դե գիտես ինչ Ռաֆայել, կամ այս կողմից մեկը կապ ունի, կամ այն կողմից մեկը պետք է կապ ունենա։ Չէ, դե տրամաբանական է դա իհարկե, որ միակողմանի չէ, ուղղակի դա լուրջ հարց էր, էլի գույքի բանի հետ կապված։ Փողեր էլի։ Այսօր ուրեմն Միա ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի մի կարճ խոսքին, որը ես նկատել եմ այս վերջերս, ես այդպես նկատեցի, չգիտեմ դուք ինչ տպավորություն ունեք, որ կարծես ԿՊ-ն նոր ոչ պաշտոնապես հայտարարված բան կարգախոս ունի։ Եթե ուզում եք խաղաղություն ընտրեք մեզ, եթե ուզում եք պատերազմ ընտրեք մյուսներին։ Եվ դա կարծեմ շատ լավ աշխատում է։ Եվ հիմա այսօր շատ պարզ տեքստով, ուրեմն այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է մենք որոշել ենք եւ չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը։ Այս մասին ազգային ժողովրդական կառավարության հարցազրույցում ասեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետեւյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։
Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որտեղ Ղարաբաղյան շարժումը պատերազմ է, եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Շատ պարզ ընտրություն է, ասել է պարոն Փաշինյանը։ Եվ այստեղ էլ գիտեք ինչ անցյալ օրը որ խոսում էինք Ռաֆայել, որ ժողովրդի գիտակցության վրա է թողնում էլ, դրա վրա հիմնվում, որ տեսեք, դուք որոշեք, այս ունեք դուք այս երկու ընտրությունը։ Դա մեծ հաշվով ժողովուրդն է որոշելու, դա անկասկած, բայց մյուս կողմը այլընտրանք չի թողնում դա ասելու համար, որովհետև հակառակ կողմը ասում է մենք վերանայելու ենք Այդ ձեր ամենը Սերժ Սարգսյանը այսօր էլ լրագրողների հետ հանդիպման ասաց, որ ոչ Ղարաբաղի հարցը բաց է, դեռ այսքան շարունակվում է շարժումը եւ լիքը հարցեր կա այդտեղ, որ պիտի լուծենք։ Մյուսը ասում է քրիփի ուղին պիտի Ռուսաստանին բերենք երաշխավոր, դնենք եւ բնականաբար պատերազմ է, այդ ամեն հայտարարությունը պատերազմ է։ Այդ կետին էլ խփում է Փաշինյանն էլ, հենց այդ Քոչարյանի ասուլիսի բանի, ինչ ասելուսի գլխավոր հանրագումարի ժամանակ, երբ որ իրան պաշտոնապես հռչակեցին վարչապետի տեխնացու Հայաստան Դաշինքի անունից, բեմարտակից ասացին Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, Արևմտյան Հայաստանի էլի շրջանները ասեն, այս ամենը մերն է։ Բայց եթե տենց է, ապա պատերազմը, բա ինչ է դա։ Ուզել չուզելու հարց չի։ Եվ գիտեք ինչ բան է ժողովրդի սենտիմենտի մասին էլ ես որ ասում եմ Facebook-ով եմ հիմնականում ու նամակներով որ ստանում եմ բան կարծես ժողովուրդը իսկապես սկսում է հասկանալ ինչա կատարվում եւ ուզում եմ մի օրինակ բերել երեք մի գրառում հանդիպեցի Facebook-ի վրա այնպես չի որ ամեն ինչի հետ համաձայն եմ կամ բան բայց ինձա դուր եկավ եւ հետարքիր էր երկու բևերի բաժանվեց այս կարդացողները եւ այդ իրենց հարաբերակցությունները հետարքիր հիմա կարդամ ուրեմն Իմ որդին պետք է ապրի Արցախում, բայց դրա համար քո որդին պետք է զոհվի։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պետք է վերադառնանք Արցախ, նրանք ասում են գնացեք ձեր ցեղով մեռեք, որ մենք ապրենք Արցախում։ Կներեք, 30 տարի մեռանք, վիրավորվեցինք։ Տասնյակ հազարավոր հայաստանցի հայեր, մի քանի հազար ղարաբաղցի հայեր, բոլորը կռվեցին, զոհվեցին, վիրավորվեցին, Կորան ու գնացին, բայց ունենք այնինչ ունենք։ Ոչ Այլևս ոչ մեկի որդին չպետք է զոհվի, այլևս ոչ մեկի որդին չպետք է պահանջի, որ աղքատի որդին գնա ու զոհվի։ Ռուսաստանցի չմո, 10-ով 20-ով տղերքը թող գնան ու կռվեն։ Էլ ոչ մի քասիբ հայ չի գնալու մեռնի, որ մի քանի էլիտար հայրենասեր ամբիոնից ելույթ ունենա։ Ոչ մեկին որդին չի զոհվելու, որ մի քանի էլիտար չմոյի տղա հայրենասեր խաղան։ Լինելու է խաղաղություն հարուստ, աղքատ, խելացի, քիչ խելացի, բոլորը լինելու են հավասար։ Ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Ոչ ով չի ուզում ապրել այս լոզունգով իր խնդիրն է, բայց Հայաստանում այլևս դոմինանտ չի լինելու մի քանի էլիտարների պարտադրած կեղծ հայրենասիրության թեզերը։ Ումա պատկանում այդ խոսքերը հայտնի մարդ է, թե ուղղակի օգտատեր։ Չէ, ուղղակի բլոգեր։ Ես հարցրեցի, բայց Ջեր չի պատասխանել, դրա համար չգիտեմ անունը ասեմ, թե չասեմ, որը ավելի ճիշտ կլինի։ Հա, եթե ինքը կուզենա կասեմ, հա, բայց ասեմ շատ կետեր այստեղ ես լրիվ համաձայն եմ եւ շատ հետաքրքիր էր ժողովրդի մոտեցումը սրան։ Նախ շատ լավ լայքեր ուներ, չեմ հիշում հիմա թիվը, հետո մեծ մասամբ ժողովուրդը իր կողմից էր, այսինքն համաձայն էր, իհարկե կային մի քանիսը էլի որ բա մեր ամբողջ Հայաստանը պետք է մեր լինի, այս կողմ այդ անկապ բաներով, հա, ես շատ ուրախ եմ, որ իսկապես արդեն այսպես են մտածում էլի։ Հուսամ մեծ մասը հայերական գաղափարները միշտ էլ կան, միշտ էլ գտնում են մարդիկ ովքեր չէ, ոնց կարա տենց լինի, սենց պիտի լիներ, նենց պիտի լիներ, այդ ուժը միշտ էլ կա, բայց այս ամբողջ պատմության մեջ ես էլի անդրադառնալով մետրոյի են դեպքին, ես կյանքում չեմ լսել նույն Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներից, ովքեր իրոք ոչ թե շնորհակալություն հայտնել, այլ գոհունակությունը, թե այսքան տարի հայաստանցին զրկանքներ ա էլի կրել իրոք։ Ես հիշում եմ, որ աշխատանքի էին գալիս այստեղ տեղավորում, ասում էին, ոնց դուք ես գնով եք աշխատում ստեղ Հայաստանում, որովհետև Լեռնային Ղարաբաղում, որպեսզի մարդիկ մնան բան, սահմանային հատուկ գոտի, այնտեղ աշխատավարձերը լրիվ ուրիշ ձև էր, վարձավճարները լրիվ ուրիշ ձև էր, մարդիկ շատ ավելի բարձր էին ստանում, երբ որ եկանց տեսան մարդիկ 60-70 հազար աշխատավարձ են ստանում, ասում են, որ մենք այնտեղ 200 ենք ստանում։ Բայց ամեն ինչը տասնամյակներով ինչ որ գինա չէ ունեցել ժողովուրդ ջան։ Թե ինչ գումարներ էին գնում, բան Արցախ, բայց
մի բան էլ ավելացնեմ, Ռաֆայել, դա միայն ֆինանսապես չէր, այս Արցախի պատմությունը խանգարում էր բոլոր տեսակի միջազգային հարցեր լուծելու համար, ամենտեղ քթներն էին մտցնում, որ Արցախ, հասկանում եք, շատ էր դժվարացնում արտաքին քաղաքականությունը, որտեղ միջազգային հանրությունը համարում էր, որ դա պաշտոնապես պատկանում է Ադրբեջանին, եւ շատ էր դժվարացնում այդ ամեն ինչը։ Էլի եկանք ես բարդ հորձանոթը ձերից դուրս գալ հնարավոր չէ, եթե գալիս ես ընկնում ես այս թեմայի մեջ, այստեղից դուրս գալը բավականին բարդ է։ Ռաֆայել, եթե չխոսենք, չենք հասկանա իրար։ Մենք արկելած թեմաներ չունենք, հասկանում եմ, խոսում ենք, ասում ենք եւ այլն, բայց եւ հետո ես իսկապ դու որ ասեցիր, ես մտածեցի, տես հիմա ասենք Ղարաբաղի, կարծես Ղարաբաղցիների անունից խոսողները նախքին այդ էլիտան է իրանց, էլի։ Մի հատ հիմա ասենք չունեն մեկը, ինչ ասեմ, համայնքի ղեկավար ասեմ, կամ այս կամ այն, որ մի հատ էլ այդ ժողովրդի անունից մի բան ասի, էլի, որ ասի, այ մենք սենց է, բայց մենք սենց ենք, մենք նաև շնորհակալ ենք ինչ-որ այս հարցերում լավ է, չէ, այսպես մի բան, դիալոգ դառնա, էլի։ Դրանցից մենակ այդ գալիս է այդ բաների պատասխանները։ Դե հասկանալի է իրանց զգացմունքային դիալոգ չկա, էլի, դիալոգ։ Իրանց զգացմունքային պահը բոլորովին այլ է, էլի, իրոք ուրիշ է նստել այսպես զրուցել, ուրիշ է որ տունտեղ շիրիմ կոթող թող է եկել, այսինքն իրանց պետք է հասկանալ, հա, դա ահավոր բան է այս ամբողջ բանը, բայց սա մի օրում չեղավ, էլի, այլ որ այս տարիների ընթացքում մի շարք հարցեր բարձրաձայն էին նույն ձևով, մեր վերջը ինչա լինելու, այս բանակցությունը ինչա լինելու, այս մեր ղեկավարները ոնց են այսպես կարգավիճակի հասել, այսինքն անջատ է եղել, էլի շատ։ Մենք ավելի շատ Հայաստանում Ստեփանակերտի կյանքով էինք հետաքրքրում, քան թե Ստեփանակերտում հետաքրքրում են Երևանի կյանքով եւ այդ կամուրջի բացակայության պատճառով այսքան անհասկացողություններ եղան ու դեռ կան ու կարծում դեռ երկար են մնալու, այսինքն այս երկխոսությունը, որ պարտքի զգացում, հա, մենք պարտքենք, դա ոչ մի լավ տեղ չի տանի, ոչ մի լավ տեղ։ Մի պահ չես հիշում, բան կար, որ ասում են Ռուսաստանին միանանք, բան եւ այլն, այդ պահն էլ կար է։ Լավ։ Հաղորդակցությունների մեջ էլի զոհերի թվի մասին խոսք է գնում, էլի այնց ոչ պատշաճ շարադրմամբ, բայց ասում է իսկ ինչու Նիկոլը 5000 կյանք տարավ, բաներից մեկն է, ես նախ այստեղ բառամթերք օգտագործում, որ ես պիտի բլոկ անեմ ստիպված, 1000 անգամ ասեցինք, միայն հարց ունենք, դե այստեղ հա մի րոպե ես հեռացնում, բայց հարցադրումների մեջ մինչև баннер ասելը, ասում եմ, умники, а почему тогда Никол убил 5000 ребят? Լավ էլի, ոչ էլ պատասխան իսկի արժանի չի։ Ահա, այստեղ մի հատ հեռացնեմ, հա, ու փորձենք հասկանալ ինչու եւ ինչպես։ Նախ այդ որ ասում են տարան, կերան, չգիտեմ ինչ արեցին եւ այլն, Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարվել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պայքարել է իր զավակներով եւ երբ որ ուժերի հարաբերակցությունը եղել է այնպեսին, ինչպեսին պարզ է եղել, այդ իմ պատկերացումն է, ես ռազմական տեսուչ չեմ, ես չգիտեմ այդտեղ ինչ է եղել, ես հենց եմ ենթադրում, հասկացել են, որ Հայաստանի Հանրապետությունն է արդեն ոտնակող լինելու եւ եղել է այն, ինչ եղել է։ Ընդունելի է, ընդունելի չի, դա արդեն պատկան մարմիններին, իշխանությանը, ստորագրողներին եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ երբ որ երկիրը պատերազմի մեջ է, այդտեղ ինչ եք դուք կարծում, առանց պատերազմի պիտի լիներ։ Նա ինձ մոտիկ մարդիկ, ովքեր կապ ունեն իշխանության հետ, ասում են, որ Հայաստանը իրոք հավատում էր, որ ռազմի դաշտում կարող է վիճակ փոխել։ Մարտի դաշտում, պայքարով եւ այլն, եւ դա ուշադրություն կհրավիրեր միջազգային հանրություն եւ այլն, բայց ինչպես երևում է, այնպես չեղավ։ Հիմա ինչ, կռիվ չլիներ։ Ականատորեն տեն չեղավ։ Չգնային, չկարողային ոչ ոք, օքեյ, լավ, տենց է։ Լավ, այդ բան խոսացին, հա։ Պարոն Թաթոյանն է ակտիվանում Դե պարոն Թաթոյանին ակտիվացնում են, որովհետև երկրորդ տեղում գովազների ծախսման վրա այս պաշտոնական տվյալները պարոն Թաթոյանն է։ Իհարկե հետաքրքիր է որտեղից պարոն Թաթոյանին այդքան միջոցներ։ Բայց այդ թողնենք քննիչներին։ Ուրեմն մենք պատրաստ ենք համագործակցության,
Մեր ուժի, մեր նախաձեռնության անվանումը պատահական չէ միասնության թևեր։ Այս մասին հայտնել է միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արամ Տաթոյանը։ Մեզ բնականաբար պետք է միասնություն։ Բնականաբար պետք է այնպես անել, որ մենք հասնենք իրական նպատակին։ Այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի ասել է պարոն Տաթոյանը։ Նա ասաց, որ համագործակցություն հայտնեց, որ կա համագործակցություն տարբեր ուժերի հետ, նրանցից մի քանիսի հետ արդեն կան կազմված միավորումներ եւ քննարկումները շարունակում են։ Այլապես, եթե մի կուսակցության նպատակը մյուսին տապալելն է, ով ուզում է լինի, գիտեք, կարևոր չի որ կողմից։ Դուք պատկերացնում եք, մեր ասում է միակ հասնենք իրական նպատակը այնպես անենք, որ Փաշինյան չունենա վերընտրվելու նա։ Մարդու դեմ են պայքարում, հասկանում եք։ Էսա ձեր գաղափարախոսությունը, էսա ձեր երկրի ապագայի պատկերացումը, թե ոնց է մեր երկիրը ապագայում լինելու, ոչնչացնելով, Այս 7-8 տարվա մեջ փաստորեն չհասկացան, որ նախկին ռեժիմի կարկառուն դեմքերով հնարավոր չի այս իշխանության դեմ պայքարել։ Նախկին իշխանության մեջ եղած, հասկանում եմ, մեր հասարակությունը փոքր է, իրար հետ կապեր կունենան, բայց կապերին է ձև կա։ Այսինքն Սերժի օրոք մարդու իրավունքների պաշտպանը, որ բան չի եղել մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպան կամ նույն Կարապետյան ընտանիքը, Նարեկ Կարապետյանի հայրը, Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Բան չի եղել մեր երկրում։ Ոչ հիմա, մենք էս կանենք, մենք են կանենք, մենք սենց պիտի անենք, մեզ ընտրեք բան, այ որ ընտրեք, քաղաքացիությունից կհրաժարվենք, այս 300 տեղ կսարքենք, ստեղից փող կաշխատենք, ընդհանրապես Forbes-ի միլիարդատեր բիզնեսմենը, եթե տեսնում է մի բնակավար, որտեղ կարելի է փող ներդնել ու փող աշխատել, ու չի անում, ասма չէ, կընտրվեմ նոր կանեմ, ուրեմն քիչ այդքան էլ ազնիվ չեն, էլի մինիմում։ Որտե բիզնեսմենը Forbes-ի միլիարդերը, բիլիոները, ոնց է, այն էլ քո երկրի մասին է խոսքը, որը իբր ուզում ես փրկել, եղբայր։ Բա դու տեսնում ես տեղեր կստեղծենք, զարկ կտանք, կդառնանք ուժեղ եւ այլն բան դարձեք։ Դուք մի բան արեցիք, ձեզ ասեցին, չէ, հեցի պարագայում, գիտեք որ բանի լիսարած օֆիսները ինչա հեծը էլ իրանցը չի տաշիրից հանեցին ու պարզումա շատ կոպեկներով են բան արել, վարձակալական այդ հիմունքներով տվել։ Դու Թաթոյանին կյանքում հանդիպել ես, Ռաֆայել։ Տեսել եմ, այո, մի քան, չեմ շփվել իր հետ, բայց տեսել ես ոնց են նայում մարդկանց։ Դե մանիե վիլիչի է։ Գիտես ովքեր էին նայում, առաջի քարտուղարները, բան ռայոնի կամ բանի որ գրում, վերևից բոլորիս, այս մի հատ դեմք ունի Աստվածին։ Եվս մեկ տեխնացուի մասին խոսենք։ Ասեք։ Մարտի 24-ին դերասան Երևանի նախկին քաղաքապետ հունիսին սպասող ընտրություններում վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Հայկ Մարությանը Իջևանում հանդիպում է ծրագրել համակիրների հետ, դրա համար վարձակալելով Իջևանի մշակույթի տունը։ Ֆանտաստիկ է։ Միջև ստեղ լավ է, հետո կուսակիցների հետ ժամանելով Իջևան Մարությանը փաստի առաջ է կանգնել, քանի որ դահլիճը դատարկ է եղել, մարդ չի հավաքվել։ Վերջի նախադասությունը ամենալավն է։ Վերջինս հարկադրաբար չեղարկել է Իջևանի մշակույթի տան նախատեսված հանդիպումը եւ պարզապես շրջել է Իջևանի կենտրոնական փողոցներով։ Ես Հայկոին, Հայկ Մարությանին, Կարքին Հայկոին գիտեմ եւ ընդունում եմ եւ ճանաչում եմ որպես Կարքին Հայկո։ Երբ որ ինքը մտավ քաղաքականության մեջ եւ սկսեց լուրջ բաներով եւ սենց մանավանդ հետո էլ որ դարավ Փաշինյանի ընդդիմախոսը, այդտեղ արդեն ես ուզում եմ իրոք հին Կարքին Հայկոին, Կարքին սերիալը լիներ, Կարքին հաղորդումը լիներ, այս իրա ձևաչափով, արա ոնց եմ ես ձեզանից զզվում բառամթերքով, որ ամեն րոպե ասում էր, այդ Հայկոն ընդունում եմ իրան։ Բայց Ռաֆայել, արի մի քիչ էլ դերասանական ես բան, ես ասեք։ Հա։ Արի մի քիչ էլ դերասանական կողմից խոսենք։ Ասեք։ Թողրեք քաղաքականը մի կողմ։ Ես ինչքան տեսել եմ, ասենք տարբեր բաներում, մի քանի րոպե ավել չեմ կարող։ Էլի նույն բանն է անում ինքը։ Բոլոր հոլովակները նույն այդ որ ասեցին։ Հա, էտա էլի։ Հա, էտա ասում։ Ես չեմ ասում ինքը ֆանտաստիկ դերասանա կամ մեծ արտիստ է։ Ես ասեմ դա է ընդունելին։
որ տասնամյակներով մարդը այդ ձևաչափի մեջ եղել է, շատ մեծ գումարներ ավաստակել, սեր ու հարգանք հավունեցել, ոչ ոք չի կարա դա վիճարկի, որ ասի, վայ իրան չէին սիրում, գժվում էին։ Ամենասիրված արտիստներից մեկն էր այդ ժանրի։ Դա սոլդաուտներով, հյուրախաղերով եւ այլն, շատ կարքին, ոչ ոք Հետարքիրը, հետո ոգևորվեց այդ շարժումով, կողքը կանգնած էր տղեկի բան, դարձավ քաղաքապետ, որ բաներ եղավ։ Ուտեղ պարտվեց։ Հետո մեկ էլ ինչ-որ կացկեցին, ինչ-որ բաներ կատարվել, որ բայց բաներ էլի ամոթ էր էլի այդ ձևով, կարելի էր էլի այլ կերպ տենց հանգիստ հեռանալ այդ ամեն ինչից։ Պիտի վերադառնալ էլի իր սերիալներին, իր նախագծերին եւ այլն եւ այդտեղ կշահեր։ Երբ որ հավակնություններ ունի ավելի մեծ, քան կարող է իրականացնել էլի ակնհայտ։ Այս իրականության մեջ երկու հավակնություն կա։ Ինձ էլ մեկ-մեկ գրում են, իսկ ինչու չեք ասում, որ նոր երիտասարդ մի հատ անունը չեմ ասում, էական չի։ Ես իմ ինչ ուժ է հայտնվել, սատարենք նրան, ասեմ Ժոջան, սատարենք ում ուզում եք։ Ցավոք սրտի, պայքարը երկու ուժի մեջ է։ Ես հիմա ասեմ գնացեք Անդուր Բայանդուրյանին, Պողոսին գնացեք քվեարկեք, այդ ձեները փոշիանալու է եւ Քոչարյանենց պլանը իրականանալու է։ Դրա համար եմ ասում, երկու ուժի մեջ է պայքարը։ Երբ որ այդ ձեր ասած այլընտրանքային ուժը այնքան ակնառու լիներ, որ խոշոր խաղացող լիներ դաշտում, ես իհարկե կասեի, ոչ նախքին, ոչ ներկա, եկեք մի հատ սրանց օրոք ապրենք, կարող է սրանք է մի բանը, բայց խնդիրը հիմա ցավոք սրտի նորից եմ կրկնում, կամ մենք գնում ենք նախքինների ճանապարհով, ռուսական, օլիգարխիկ, Սերժ Քոչարյան, Ռոբերտ Կարապետյան այդ դաշինքով, կամ Փաշինյանի եւ իր թիմի ծրագրով։ Դուք եք որոշում։ Էտա դրա համար որ ասում են ինչու չեք ասում կան չեք թող ինքը իր ծրագրերը ինքը մի քանի 3-4 հոգի կան նոր են հայտարարել մտնում են քաղաքականության մեջ իրանք այտենց խաղացող չեն որ իրավիճակ փոխեն էս մի ամսվա մեջ հասկանալի է ձայները չի հասկանում փոշիացնում են դե ինչ անես հիմա դու բացատրես նորեն պիտի գան թե չէ այո լավ մի պահ կտրվեք քաղաքականությունից էս ուրեմն Մարտի 25-ին, այսինքն այսօր, ժամը 14:20-ի սահմաններում համայնքային ոստիկանության Մասիսի բաժինը ներկայացել, ինքն է ներկայացել։ Մի տղամարդ եւ հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Այո։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13:50-ի սահմաններում այցելել է նախկին կնոջը եւ դանակահարել նրան։ Դրդապատճառը խանդն է, սիրելիներ, խանդը 75 տարեկան 70 եւ 75-ամյա զույգի մասին 70-ամյա կինը ստացած մարմնական վնասներից մահացել է 75-ամյա տղամարդը ձերբակալվել է կազմած փաստաթղթերը փոխանցվել է նախաքննական մարմին հանգամանքները բարձր նոր է խանդը եղել թե ջահել ժամանակա բան հիշե Կարևոր չի Ռաֆայել։ Ես գիտես ոնց եմ պատկերացնում, դե բաժանված են, երևի այդ կնիկի ինչ-որ մեկի հետ կամ մեկը եկել է ասել է, որ տեսել եմ կնգած սրա հետ, ոնց թե, բան դանակը վերցել գնացել մորթել է։ 75 տարեկան։ 75 եւ ինչ ես մտածում, էլի լավ, ասենք ոչ թե ներելի է, այլ կարող ես հասկանալ, երբ որ շատ երիտասարդ տարիքում արունը խփում անգլխին ու տենց պահի տակ բան են անում։ Բա դու 75 տարի ապրել ես այս աշխարհում դու չես հասկացել որ հեչ որ չի դա չի արժի եթե անգամ նա քեզ դավաճանել է ոչ քեզ սպանության չի արժի աշխարհը այդպես եկել է այդպես էլ գնալու է սա գիտես ինչն է այդ Թումանյանի Անուշը որ կա չէ ախր մենք սա Անուշ օպերան գնում ենք լսում ենք ուրախ բայց սյուժեն ինչն է որ մեկը մեկի ընկերական ըմշամարտի ժամանակ մեջ կտվեց գեդին որ չպետք է աներ ամբողջ գյուղի առաջ խայտարակ եղավ դրա պատճառով գնում է սպանում է իր քրոջ նշանածին հրացանով որ իր մեջքը գետնված է թասիբի ու բանի այդ սպահնը փաստորեն այդ գաղափարը մինչև հիմա մնացել է թե 75 տարեկան տղամարդը խանդի հողի վրա գնում 70 տարեկան այդ խեղճ կնգան որ սա կյանք երևի տարապել է սպանում է ամենայն հավանականությամբ տարապել է դժվար երջանիկ լինեին Արդեն բարձր է, ինչ ընտանիք կա եղել։ Ներընտանեկան բռնությունը Հայաստանում, մանավանդ նախկին բան, այդ ահավոր մի հատ կացա է, որտեղ երում են շատ չար ուժեր։ Երում են ու չգիտես պահի տակ ինչ կարող է լինել։ Ընդհանրապես հոգեբանների ինստիտուտ է պետք էլի երևի ակտիվ ավելի գործի այդ մարդկանց
Չնայած հոկեբանը մեզ մոտ հոկեբուժի հետ են խառնում, հանգարց մեկին ասես հոկեբանի մոտ այցելես կարող է ես գիժեմ բան, բայց այնինչ ամեն երկրորդ Հայաստանում ինձ թվում է լուրջ խնդիրներ ունի այդ առումով Բայց մեր ժամանակ ասում են գժի բժիշկ։ Գժի բժիշկ, Գժի բժիշկի շատ ահավոր բան է այդ որ այդ աստիճանը։ Այո, թեկուզ հոկեբուժ լինի, մարդ ոնց կամաչի, եթե կարիք ունես գնաս բանի մասնագետի էլի դիմելու։ Հետ ընդունված չի մեզ մոտ։ Ներքին գործերի նախարարությունից հաղորդագրություն են տարածել, ուրեմն մարտի 14-ին Սամվել Կարապետյանի աջակիցները քարոզարշավ են իրականացնել Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների երկու անձ է ձերբակալվել, որից մեկը Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակի պատասխանատունն է։ Հարցի առնչությամբ կապ է հաստատվել ներքին գործերի նախարարության հետ, որտեղից ի պատասխան հաղորդագրության ասել են երկու անձ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նրանց մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։ Այլ բաներ այս պահին չեն հայտնում։ Ես էլ ասենց բարեկամներ։ Հաղորդագրություններ էլ ունենք, եթե ինչ, մի քանի կարող են կարդալ։ Իդեպ այդ տարիքում տղամարդկանց մոտ խանդի մի նոր շրջան է սկսվում, Լուսին Կարսյանն է ասում։ Լուսին ջան, ենթադրում եմ, որ կին եք, հա։ Ամբողջ հարգանքով, բայց ինձ ասեք ինչի վրա է հիմնված էլի այդ ձեր կարծիքը, ինչ-որ հիմք ունեք, թե որտեղ ես պատճառ չեմ տեսնում, ինձ թվում է ընդհակառակ այդ տարիքում իմաստությունը ավելանակ, ոչ թե խանդի զգացումը, որ ասես այ մրդե, մանավանդ բաշխապած էլ չեմ կարող հասկանալ դա ես։ Հա։ Սպասենք պատասխանին, այստեղ Ազատ անով օգտատերը ասում է «Скажите, пожалуйста, один голос будет решающим»։ Մի ձայնը որոշիչ է լինելու։ Ինչի մասին ընտրությունների ես ենթադրում եմ այո ամեն կարող է, հա, եթե իրավիճակը այդտեղ հասնի, իհարկե։ Ոնց որ ամեն ինչն է որոշիչ։ Հարգելի Ռաֆայելից գիտեք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից զոհվել է 7800 հայ մարդ։ Որտեղից այդ տվյալները ես այս պիտի ասեի, վախենում եմ սենց թվեր աղբյուրը նշեք արտահայտելուց, հա, Սուսաննա Սիմոնյան, ընկերներ, հա, այդ թվերից ես շատ վախենում եմ, մանավանդ պաշտոնական։ Ռաֆայել ջան, եթե ժողովուրդը մոռացել է 1989 թվականից մինչև 2018 թվականը, թող գնա ընտրի նախկին ավազակներին։ Աշոտ Հակոբյանն է։ Դե Աշոտ ջան, մենք էլ ենք այդ ասում։ Աննա ասում է, հաճելի ամեն օր լսել ձեզ, Վալենսիայից դուք մտքի հեղափոխություն եք անում, շնորհակալ ենք ձեզ։ Աննա, մենք ենք շնորհակալ, որ լսում եք մեզ եւ մասնիկն եք մեր քննարկումների։ Գնանք առաջ, այստեղ գովազդային դադարն է լինելու 3 րոպեից, բայց մինչ դա Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիների համար, օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել, հայտարարում է այսօր, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման, օդային տարածքով տարանցիկ չվերթներ իրականացնելու թեման, քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է հրապարակել, ասելով, որ մեր օդային սահմանները բաց են, այո, ադրբեջանական օդանավերը կարողանում են թռնել Հայաստանի օդային տարածքով, ադրբեջանական օդային տարածքով էլ հայկական ինքնաթիռներ են կարողանում թռնել։ Իդեպ Երևան ժամանած են ամենաառաջին օրը Իրանի հետ, որ կռիվ եղավ, հարվածները որ եղավ, Դուբայի չվերթները եկել են Ադրբեջանի տարածքով, գնացել են Պակիստանով, բանով այսպես պտույտ են արել եւ Ադրբեջանի օդային տարածքով են եկել։ Դրա համար կարծում եմ շատ նորմալ է, եթե արդեն վառելիք են բերում, գրեչկա ու ցորեն են բերում, բան օդանավերներ պիտի գնան կան, այսինքն ինչ կարը տեղ տենց զարմանալու չեմ հասկանում։ Այդ ինքնաթիռները հիմա որ տենց Հայաստան իշնում անեն անում, հիշում եմ կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց սովետական տարիներին էր, մենք էլ ուսանող էինք, մենք էլ լսեցինք, որ Boeing-ը գալիս Հայաստան։ Առաջին անգամ պատմության, չգիտեմ, ինչ ռեյս էր, որտեղ հավանաբար Մոսկվայից, որտեղ այն ժամանակ մենք կարող մի խոսքով 4-5 հոգով ընկերներով նստեցինք ավտոբուսը, գնացինք օդանավակայան, Boeing-ը տեսնելու, այն հին օդանավակայաններ։ Եվ
երդվում եմ ձեզ այդ պատկերը, որ այդ հսկա չէինք տեսել, Il-18 էինք տեսել մենակ, ցենց եկավ իջավ այդ գուներով, այդ բաներով, վրան անգլերեն տառերով գրա, չեմ էլի շում ինչ էր գրա, շատ տպավորիչ տեսարան էր։ Իսկ հիմա ինչ ասես, ոնց ասես։ Գալիս դեռնում բանը։ Այո, կեցե ազատությունը։ Հիմա գնանք գովազդի վրա դառնանք, մի քիչ էլ Միացյալ Նահանգներ, թե բան Իրան հարաբերություններից խոսենք։ Հերու չգնանք բարեկամներ։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր եւս մեկ անգամ Ողջույն, շարունակում ենք մեր քննարկումը, դեմ դիմաց հանդիպումն է սա եւ ինչպես խոստացել էինք գովազդային դատարանից առաջ ամերիկյան օրակարգին են կանադարձ կատարում, տեսնենք թե ինչ է կատարվում ամերիկյան իրականության մեջ Երրորդ օրն է Միացյալ Նահանգների նախագահ հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն պաշտոնական Թեհրանը դա հերքում է Այո, Դոնալդ Թրամփը ասել է, թե պետք քարտուղարը ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում, այսինքն բավական բարձր մակարդակով ըստ իրեն։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե ռազմական գործողությունները Իրանում ռեժիմի փոփոխության են հանգեցրել արդեն։ Եվ հիմա իր վարչակազմը բանակցում է ճիշտ մարդկանց հետ, թեև զգուշացրել է ոչ մեկին չի վստահում։ Թրամփը նշել է, թե Իրանի նախկին ղեկավարներին վերացնելուց հետո նրանց փոխարեն եկածներին էլ նույն կերպ կարող են վերացնել, բայց կտեսնեն ինչպես կզարգանա իրադարձությունները։ Թրամփը կրկնել է, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա ասել է, թե Իրանը էներգետիկ ոլորտի հետ կապված խոշոր զիջում է արել Միացյալ Նահանգներին, սակայն մանրամասներ չի հայտնել։ Նրանք մեզ նվեր տվեցին, որն այսօր տեղ հասավ։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր, եւ նրանք դա տվեցին մեզ։ Դա ինձ համար մեկ բան է նշանակում, որ մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, շեշտելով, որ նվերը կապված է Հորմուզի նեղուցի հետ։ Թրամփը չի անդրադարձել մեծարարել հավելյալ զորք ուղարկելու թեմային, բայց թերթերը գրում են, որ Պենտագոնը նախատեսում է 82-րդ օդադեսանտային դիվիզիայից այդ թվում ցամաքային զորքերից մի քանի հազար զինծառայող ուղարկել։ Դե հիմա արդեն եթե զորք մտավ, ոտքը դրեցին, արդեն ամբողջ իրավիճակը միանգամից փոխվում է, արդեն դառնում է լրիվ պատերազմ։ Իր բոլոր բաներով, օրենքներով ու Դեմանեն չի որ պատերազմ չի ուրիշ բան է, իհարկե հարձակողային ուժեր չեն գործում։ Հա, Ռուսաստանից սկսվեց, հա։ Այսինքն հրթիռակոծում ենք, հազարավոր մարդկանց տվինք սպանինք, տրակացրինք, պայթացրինք, հրթիռակոծում ենք, ԱԹՍ-ներ, հրթիռներ, տամագավ, չգիտեմ ինչեր, նավեր, սուզանավեր, բայց պատերազմ չի, հա։ Հետաքրքիր է որ նա պատերազմ անպայման Ձախ, հա, պիտի շարասյունով մտնեն։ Ախր, որտեվ այստեղ Միացյալ Նահանգների հետ կապված մեծ խնդիր կա։ Եթե ասեց պատերազմա, ուրեմն պետք ունի բանը, թույլատվությունը բանի Կոնգրեսի, Սենատի։ Կոնգրեսի թույլատվությունը, որտեվ Միացյալ Նահանգների բանի համաձայն կոնստիտուցիայի միայն կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել։ Դրա համար հատուկ գործողություն ենք մենք սա անվանում։ Հատուկ գործողություն, շատ լավ։ Իսկ հատուկ գործողությունը այդ այսը որ օդանավակայաններում է, մարդիկ վախենում են, իսկ լրիվ ուրիշ պատմություն է։ Չեմ հասկանում։ Ես այս մարդուն չկարողացա, եթե ընդ որում ոչ ոք չի հասկանում, բոլորը են ասում, որ այս ուրեմն արտերկրի ղեկավարները հասկանալու համար հատուկ հոգեբաններ են վարձում, որ իրենց բացատրի Թրամփը ինչ է ուզում ասել կամ հաջորդ քայլը ինչ կարող է անել։ Այդ հերթերը, որ միշտ կար օդանավակայանում, չէ, որ սպասում ենք մինչև այդ ճամպրուկները, 4 անգամ բան ա եղել, ավելի երկարել է հերթերը, 4 անգամ։ Այդ որ նայեք նյուզերով այդ են միշտ ցույց տալիս ամբողջ օրը, որ թե ինչ է կատարում օդանավակայաններում այնքան։ Կանգնելու տեղ չկա, ասել գցելու տեղ չկա։ Ես չգիտեմ։ Չէ, բայց այսի գործողությունները ասում են այդտեղ կարող է եկել են հասել են, ասում են կարող է այդտեղ ստուգումներ լինի, ես լինի, այն լինի ու ուղարկեն հետ։ Բայց եթե մարդը եկե հասել է օդանավակայան, քիչ էլ չեմ հասկանում, էլի։ Իրանց գործառույթը դուրսը փնտրելը չի մարդկանց անօրինական այստեղ շատ հետաքրքիր է ախր
Միացյալ Նահանգների այդ համակարգը շատ բարդ է։ Օրինակ մեր մոտ ոնց է, չէ՞, կա բան ԱԱՑ եւ կա ներքին գործերի նախարարություն, սա այնտեղ է ոստիկանները։ Այստեղ շատ տարբեր տեսակի այդ ոստիկանություններ կան, էլի, որը մեկը մեկին է ենթարկվում, մեկը մեկին է ենթարկվում, մեկը առանց բանի չի կարող դատավորի հրամանի մտնել, մեկը կա իրավունք ունի, եթե կասկածում ա, որ եսի ինչա, շատ է բանը բարդ։ Եվ այսն էլ մտնում է դրա մեջ այդ ինքը բանն է, այդ բանի դեմ պայքարելու համար է ինքը ստեղծված, illegal immigrացիայի դեմ պայքարելու համար է ստեղծված, որը իրանում գնում էր պատտվում էր դա ինչ որ առումով տրամաբանության մեջ էր, բայց օթանավակայանում այդ ծանոթներից մեկը ասում է մարդ վախենում է գնա մեկին ճանապարհի։ Դե եթե ստուգում են ում ուզեն կանգնեցնում, ստուգում են դժվար է, հա։ Թե ինչի են այդ անում։ Ողջույններ, Հասմիկը, այստեղ Ջեման, ինչպես միշտ հաճույքով եմ ձեզ լսում ու սրտիկները մեզ ուղարկել։ Ջեմա, հաճելի է շատ, շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Մեղրիից ունենք ջերմ ողջույններ, Կարինե Սարգսյանը, բարի օր Մեղրի, ասում ենք չեն գնում, էլի մի հատ գնանք Մեղրին տեսնենք։ Էմիկ Սինանյանն էլ ասում է, բրավո, Դերենիկ ասում է։ Բրավո Դերենիկ։ Շնորհակալություն։ Վերջացավ, շատ լավ է։ Այստեղ ընկերներ, քաղաքական գործիչների անուններ եք գնում, Շնորհապետական կուսակցությունը, Գուրգեն ինչյան, իրապե։ Գուրգենը իհարկե վարչապետ դառնալու շատ հեռու է, բայց թող խորհրդարան կարողանա անցնել, որ իրեն բացահայտի։ Դե ընկերներ, գիտեք, շատ կուսակցություններ կան, էլի եմ ասում, շատ արժանապատիվ լիքը բան կա, այս ոչ մեկի դեմ ու կողմի հարց չի։ Պայքարը գնում է նախկին ներկա ռեժիմի միջև։ Հիմա եթե դուք ընտրում եք որոշ մարդկանց, օքեյ, դուք ձեր իրավունքը կարող եք օգտագործել, բայց դուք կփոշիացնեք այն ձայնը, որը կարող է վճռորոշ լինել, որովհետև ամբողջ ընդդիմությունը միացել է իրար, տեսնում եք ինչ պայքար է գնում։ Փաշինյանը մենակ է այդ ամբողջ բանի դեմ։ Հիմա եթե դուք ասում եք ես նախկիներին ձեռքերս կոտրեմ չեմ ընտրի, Փաշինյանից էլ ինչ պատճառներով, հիասթափված եմ, չեմ ուզում եւ արի եւ ընտրում եք երրորդ ուժի, այդ երրորդ ուժը կարող է մինիմալով անգամ չանցնի խորհրդարան, բայց ձեր ձայները փոշիանան ու արդյունքում Գյումրիի սցենարով կարողանան վերարտադրվել, այսպես ասած։ Դրա համար սա շատ խելոք պիտի մոտենաք, բարեկամներ, սա շատ լուրջ ընտրություն է, պատահական բան չի, որ վայ գնամ ընտրեմ, մյուսին ընտրեմ, այն խելոք է, այնի սիրուն է, այնի սիմպաթիչնի է, տենց չի, ցավոք սրտի։ Ընտրությունը գնալու է 65% Փաշինյանը կհավաքի, սահմանադրական մեծամասնություն կունենա, թե չէ։ Այդ ձևով պիտի մոտենաք հարցին, որովհետև մյուսները հաստատ հավաքելու են։ Ու եթե երրորդ ուժը Քոչարյանն է լինելու, որովհետև երկրորդը հաստատ բանն է, Սամվել Կարապետյանն է։ Եթե երրորդ ուժը մտավ խորհրդարան ոչ Փաշինյանական կողմ, ապա միանալու են ձայները տալու են իրար, ոնց բացատրենք էլ։ Շատ բարձր։ Դե իրանք էլ են ասում, դա շատ բացատրում իրանք էլ են ասում։ Դրա համար դուք ձեր ձենը տվեք այնց ուժի, որը կարողանա մտնել խորհրդարան եւ լինի գոնե ոչ նախկիններից։ Շատ կարևոր է։ Այս ուրեմն Զոյա Զոյ, եթե ճիշտ եմ կարդում, չգիտեմ, կամ Զոջա Զոյ, մեր ռադիոլսողը գրել է, որ Ռուսաստանի չսկսվեց, Միացյալ Նահանգները միշտ էլ նման ձևով է վարվել շատ ու շատ երկրների հետ։ Դե իհարկե, բայց եկեք մի հատ Ռուսաստանի նայենք այս վերջի պատերազմը, որ վարում է։ Ախր մենք այդ ասում անցնում ենք, խոսում ենք, բայց հիմա այս թիվը չգիտեմ, բայց ամեն օր հարյուրավոր մարդիկ են երկու կողմից մահանում։ Հասկանում եք։ Ամեն օր, եւ սա արդեն 4-րդ տարին է տևում։ Բասա ոնց կարելի է համեմատել ինչ-որ ուրիշ բաների հետ։ Ես սրանից ահավոր պատերազմ չեմ, այն դանդաղ ռումբեր կան, չէ՞ որ դանդաղ են պայթում, թունավորում են ամեն ինչ։ 4 տարի ամեն օր արթնանում են ու սկսում են իրար սպանել։ Սա ախր արդարացում չի կարող ունենալ ոչ մի ձևով։ Եվ այս Ռուսաստանին պաշտպանել ախր մի բան էլ խնդրում եմ, այդ ասել ենք էլի, բայց էլի եմ ուզում կրկնել։ Դուք Ռուսաստան մենք որ ասում ենք, ասիկ ես կոնկրետ որ քննադատում եմ, ես նկատի ունեմ Ռուսաստանի կառավարությունը, այլ ոչ թե ռուս ժողովրդին։ Ես ռուս ժողովրդի նկատմամբ մեծագույն հարգանք ունեմ։ Բոլոր կեիմա չնշեմ, կուլտուրայի, սրա նրա իրենց հասարակությանը տված իրենց օգտի մասին, բայց որ այսօրվա կառավարության այս քաղաքականության այս բոլորովին համաձայն չեմ, դա մի խառնեք մեկը մյուսի հետ։
Ես դեմ եմ Ռուսաստանի քաղաքականությանը, ես դեմ եմ այն մարդկանց, որ հիմա հենց ժողովրդին էլ փաստորեն գերեվարել են Ռուսաստանը։ Ինչ ուզում անում են, կոմունիկացիաները կամաց կտրում են, ինֆորմացիան պակասում է, մնում է միայն պետական ձիու դոզայով պրոպագանդան։ Այդ ժողովուրդը բռնաբարվում է տառացիորեն։ Էս է հիմնական իմ ասելիքը, ոչ թե ռուս ազգի դեմ։ Լուկաշենկոն ուր գնաց։ Հյուսիսային Կորեա։ Փենյան։ Եղբայրական այցով։ Դենց այդ իր ծաղկե պսակով մանով գնաց Կիմ Ir Սենի, Կիմ Չեն Ինի դամբարանը, ինչ հսկա արձաններ է տեղադրված։ Ես գիտեի մենակ այդ բրոնզաձույրը, որ դուրսն է դրած, որ պաշտոնական քրոնիկոնում ցույց են տալիս, ես մենակ գիտեի դրանք են, չէ։ Մովզալեի այդ դամբարանի մեջ էլ այնց ոսկից էր, ոսկից չէ, շատ բնական գույներով էլի, արձաններն էր գնաց, խոնարհվեց, ու այդ մարդկանց եմ նայում այդ երեխեքին, տարել են, դրոշակներով, գոռում են, ղժում են, ոչ բան են հասկանում, ոչ բան այդ Ուրեմն անցյալ օրը իմացա, այդ աստիճան չէի պատկերացնում։ Ուրեմն Հյուսիսային Կորեայի մասին է խոսքը։ Բնակիչների տանը, բոլորի տանը ռադիո կա պետական, պատին ամրացված, որի ձայնը ոչ կարող ես իջեցնել, ոչ կարող ես անջատել։ Դուք պատկերացրեք միայն։ Տանը ունենաս մի հատ ռադիո, որը ոչ ձայնը անգամ չես կարող իջեցնել, երբ որ իրանց առավոտ զարթնացնում են, սկսում են խոսել, հետո այն, դու պարտավոր ես դա լսել։ Ահա որ մի մանաս է։ Պետությունն է որոշում, երբ ես դու արթնանում։ Եվ ինչ ես լսել, այսինքն որ ձայնը գոնե չկարողանաս կխենթացում համար, բայց դրա համար էլ լրիվ այդ բանն եղել, էլի ոչ արածել։ Չէի մտածում այդ Լուկաշենկոյին բանին որ տեսա, իհարկե որ իրան ձեռքը ճար լիներ, իրանք էլ Կիմ Ir Սեն կլինեին, Կիմ Չեն Ին կլինեին, բայց իրանք բաց են թողել այդ պահը։ Այսինքն այդ 90-ականների ազատությունը, որ ժողովուրդը տեսավ, այդ 80-ականների պերեստրոյկաբան արդեն էլ չէր լինի ձգել այնպես, որ երկիրը փակեր, հասցնել այդ աստիճան։ Իսկ Կորեայի պարագայում ի սկզբանե Կիմ Ir Սենի օրոքից սկսած, փակ, մարդիկ կարողանում են այդ ռեժիմը պահպանել, ազատության համը չեն զգացել։ Իրենք Քադաֆիի դասը շատ լավ սովորեցին, երբ որ Քադաֆին ասեցին ատոմային զենքը հանձնի, մենք քեզ բան կանենք, զենքը հանձնեց, սատկացրին։ Հիմա դրա համար է Հյուսիսային Կորեան գիտի կպել է այդ ատոմային զենքին ու չի փոկում։ Միակ բանն է, որ Իրան պաշտպանում է, ինչ ուզում։ Դա Իրանը փաստորեն ինչ նույն բանն էր Իրան ուզում անել։ Իրան ինչ էր ուզում այդ բանը ունենալ միջուկային զենքը, որ իրեն վել ոչ ոք չկարողանա կապնել, ինքը ինչ ուզենա անի Հյուսիսային Կորեայի օրինակով, բայց ստացվեց։ Բայց ախր հետախուզությունը, գոնե ամերիկյան հետախուզությունն էլ ասեց, չէ՞ որ իրանք շատ հեռու էին ատոմային զենքից։ Շատ ախր հարաբերական է շատ հեռու, Ռաֆայել։ Մի տեսակ ինձ 50% Նետանյահուի կրակն է սա, այս Տրամպին ամբողջ հարցը բանի մեջ է, այդ ուրանի հարստացման մեջ է։ Իրենք հարստացած ունեն մինչև 50%։ Քանի կիլո ունեն, որը շատ արագ կարելի է բարձրացնել մինչև 85%-ի, որ արդեն որպես զենք կարող ես օգտագործել։ Հիմա ես էլ կոնկրետ չգիտեմ ինչքան ժամանակ էր պետք է կողմենկում, բայց որ հնարավորություն ունեն դա փաստ է։ Հիմա էլի կարող է, հիմա ընդհանրապես իրենք ամեն ինչ կթողնեն իմ ենթադրությունը, սկսեն ատոմայինով զբաղվել ինչքան կարող են, ոնց կարող են, որ մենակ ունենան այդ որ փրկվեն, որտեղ ուրիշ փրկություն ես չեմ տեսնում։ Դե եթե այդքան մարդկանց արանքից հանեցին, որոնք կարևոր։ Դե ասում եմ, չէ, նորին նշանակեք, նորին էլ կսպանենք ասում, խնդրեմ։ Եվ պատկերացրեք այդ մարդկանց վիճակը, որ դու գիտես, որ դու եթե ընտրվում ես այդ պաշտոնին, այնտեղ կամ նշանակվում ես ընտրվել, կներեք նշանի տակ ես, նշանի տակ։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար մեկ թիրախն ես դառնում։ Դա արդեն սարսափելի բան է։ Մանավանդ որ աչքիդ առաջ այդքան մարդ սպանել են արդեն։ Այն էլ բավական հեշտությամբ, Դե օրենքից խոսեցինք, Առաջին Ատյանի դատարանը ամբողջությամբ մերժել է գործարար Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հայցը ընդդեմ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի։ Այս մասին Թորոսյանը հայտնում է Facebook-յան իր էջում հրապարակասնյութով, ասում է, որ Կարապետյանը իրենից պահանջում է ներողության որոշակի հայտարարություններ։ Սիրելի հայրենակիցներ, կհիշեք, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ինձ դատի էր տվել եւ փորձում էր պարտավորեցնել, որ ներողություն խնդրեմ ինչ որ վիրավորանքների եւ սրբարտանքների համար։ Ազգային ժողովի ամբիոնից իմ հնչեցրած հայտարարության համար
ըստ էության փորձելով լրացնել ինձ, ինչը իհարկե չհաջողվեց եւ չի հաջողվի։ Եվ ահա առաջին Աթենի դատարանը ամբողջությամբ մերժել է այդ հայցը, ես հաղթել եմ դատարանում, իսկ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը պարտվել է, ասել է Թորոսյանը։ Ահա։ Այս էլ բանն է, էլի նոր բան է։ Իրանց ֆինանսավորվող ոդքասթներում ամենաայլանդակ հայհոյանքներով ու մասին ինչ ասես ասում են, ազգային ժողովի ամբիոնից ինչ-որ բան է ասել, խոսքի ազատություն, թե սանձարձակություն, սա է խնդիրը, չգիտեմ։ Դավիթ Դեմիրճյանը ասում է մեզ, որ ռուս-ուկրաինական պատերազմ ավելի երկար է տևում, քան երկրորդ համաշխարհային։ Այո։ Բայց մի տեսակ գիտես ինչ, ես Իրանի բանի ֆոնին մի տեսակ Այո, երկրորդ պլան գնաց, միշտ էլ պլան այդպես է։ գնաց, Միշտ էլ այդպես է։ Ինչ է կատարվում այդտեղ, բայց ես Կիրակի օրերը բանը կա, Պիվավարովը կա իր բլոգը, մեկ-մեկ նայում եմ իրան, քիչ թե շատ adekvat լրագրողներից ինքն է մնացել։ Ինչ հիշում եմ այս տարիներ շարունակ, նույն ֆրոնտի վրա են։ Ինչ հիշում եմ, որ ինքը քրոնիկոնն է ներկայացնում, էլի ուր գնացին, որտեղ մտան, չմտան, նահանջեցին բան։ Ինչ հիշում եմ, նույն այդ Գորլովկա, Եվ այդ դրա վրա դրանք գումարած զոհերը շարունակվում են։ Բավոնց, ու ոնց է դուրս գալու, ես չեմ պատկերացնում Ռուսաստանը ոնց է դուրս գալու։ Մի քաղտեխնոլոգ կար Ռուսաստանից, ասում էր, երբ որ պատերազմը երբ որ ռազմական գործողությունները դադարեն, Ուկրաինայի համար մղձավանջը կլինի անցյալում, Ռուսաստանի համար առջևում։ Նկատի ունի, որ դիասխան տնտեսապես են քայքայվում։ Պատերազմը շատ թանկ հաճույք է, բարեկամներ, շատ թանկ։ Այդ մենք նորություններով նայում ենք կրակում է բան, այդ ամեն մի կրակոցը, գիտեք, հազարներ արժի։ Քամում է, այդքան բանակ պահելը, այդ կերակրելը, անցյալ օրը բան էին նայում մի հատ, այդ ուկրաինացիները ոնց են տանկերին խփում ռուսական, էլի։ Այ մարդ խիղճես բան եղավ, են հավերը ոնց են, չէ, իրեն շարասյունով գնում էին, հենց մեկին խփեցին, այդ ստերեոտին անօթաչու թռչող սարքերով է։ Մեկ էլ մյուսները սկսեցին 4 կողմ են վազում, հավերի նման են, որ աղվես ընկել է, հետևների դղ բանի պես, ոնց որ տիրուն բանկ բադ կրակես, այդ հենց 4-5 հատ տանկ վերացին։ Ու որ սենց խփում է, չէ, սենց կտոր է տանկը լինում, դե պատկերացնում մեջի մարդիկ ինչ են լինում։ Ահա որ մի բան է։ Ահա որ մի բան իրոք։ Եկեք այստեղ ուրեմն բազմակետ դնենք շարունակելու ակնկալիքով, շնորհակալություն հայտնենք բոլորին, ովքեր Արի այսօր միջակետ դնենք, Ռաֆայել։ Կարանք բութ ստորակետ դնենք։ Ոնց որոշեք։ Այդ բութը ես տեսել չհասկացա։ Այդ է ուզում հարցնել, այդ կետադրական նշանները կարողանում եք ընթերցել։ Մեր դպրոցում ես հիշում եմ Նազարյան նկար մի հատ։ Կարդա կետադրական նշանը, հրա սովորացրեք կարդա, մի հատ ձեն հանի։ Աշխենը բութ, բանի Արսենի աղջիկը, չէ՞։ Աշխենը բութ հաստատ, բայց չգիտեմ, աղջիկը։ Ստորակետը կարող ես ընթերցել, ասենք, Արամը, Դերենիկը, Ռաֆայելը եւ մյուսները, այտենց եղավ, բայց բութը մեկը վստահ եմ լեզվաբան կլինի մեր ռադիոլսում։ Մի հատ բացատրեք մեզ, որտեղ ես որ նայում եմ, ստորակետ դնես նույն բանն է, էլի, ասիկ ի՞նչ է տարբերությունը ստորակետի եւ բութ նշանի միջեւ։ Չէ, բա կետն ու բութը շատ նման է իրար։ Այսինքն բութը բացատրում է, ասենք Արամը բութ, Պողոսի տղան, այդ բութը տեպտի լինի, բայց կետը այդ դեպքում եկավ կանգնեց Խաչմերուկին, կետ, ու պիտի ուրիշի ուղակի խոսք ուրիշի գծից թարգվեց վրա երթի։ Աստված իմ համար, թեթև ապրեք էլի մի քիչ։ Ես չգիտեի, ես վերջերս լեզվի պետական տեսչության նախագահն էր խոսում եթերում, Գյուրջինյան, եթե չեմ սխալվում ազգանունը, բարձվում է մենք մի քանի տասնյակ կետադրական նշաններ ենք ունեցել, որը փառք տիրոջը, Աստված կա վերևը, բան է եղել։ Ոչ եւս, ոչ։ Անենց անուններ էր ասում ու ձեռագրերում պահպանվել է, Մատյան մագաղատներում, բան Մատյանդարանում պահվել է, որ բառի սկզբում ինչ որ բան են նկարել, այդ բառը ուրիշ ձև պիտի ասեի, կեսից կի։ Ախր ապրող օրգանիզմ է, նույնը չի մնում ոչ մի իմաստով, բա, անընդհատ փոփոխվում է։ Օրինակ ռուսները հիմա մягкий знак ունեն, այն ժամանակ твердый знак ունեին։ Ամեն բառի վերջում եթե մягкий знак չկար, պիտի твердый знак դնեին։
Հետո արդ հասկացա, Մի որ հատ սա էլ տար հիմարություն ունեին, է։ յաց էր կոչում, յաց։ Անեցին, անեցին, մեր բութն է, մեր ինչին է պետք է բութը, ես չգիտեմ։ Ստորակետ է լավ այլի։ Ինչև է։ Սպասում ենք մեկնաբանություններին, դե ովքեր YouTube-ով են դիտում, դեռ միշտ եթերից հետո YouTube-ում դե գրում են, ինչպես կարելի է բութին բան ասել, այսինքն բաներ են գրել։ Մեր բութը, ամենալավ բութն է։ Ինձ թվում է ամենահայեցի նշանն է դա բութը։ Ոչ մի լեզու բութ չունի բացի մեր լեզվից, այո, ինչպես եք դուք համարձակ։ Երբ որ Մաշտոցը ստեղծեց բութը, նա զգաց, այսպես բաներ կգրել, չէ՞։ Իսկ ինձ թվում է բութը սակ բութ բարթերն անենք, ինչ կմնա մեր լեզվից։ Իհարկե։ Կորի մեր լեզվից։ Չէ՞ որ դա մեր հարստությունն է, դա մեր ամոքումն է, մեր այսպես բաներ կասեն հաստատ։ Թե որ անգամ մտքիցդ հանես փոմար լեզուն չմոռանաս, էլ կասեն։ Այ բութ, վերջում։ Գիտես ինչ, ես շատ եմ սիրում այդ ստի պաթոսով պաշտպաններին, որ մեկը գալիս են մի հատ այնց մեկնաբանություն են։ Հիմնականում կանայք են դրանք լինում, չգիտեմ ինչու։ Դե տղամարդիկ այդպես բառապաշար չունեն։ Կանայք են որ մաքրամաքուր լճավենի չետախոնար։ Այ կանեք ինչ ես խոսում, մի հատ բութ այլի դուզ մեն անում։ Չէ, տղամարդիկ հայոյանք են գրում կարճ կոնկրետ վերջանում։ Նստեն բան պատմեն։ Կարճ Մի կոնկրետ։ բութի պատմությունը։ Այո։ Բայց ստերեոտիպին ես էլ ասեմ, բութը ստերեոտիպին բութ մատի հետ կապված է, ես այդպես եմ ենթադրում։ Ցեզարը։ Բայց գիտես ինչ, ես այս գլադիատոր ֆիլմից հասկացա, հետո բացատրում էին բան, որ սա թվում է թե սա էր սպանելը, չէ՞։ Բայց բարձվում է սա կյանք տալն էր, սա էր սպանելը։ Տիպը սպանի։ Կասկածում եմ, չգիտեմ։ Մի հատ Google արեք, այս վերջը ես չգիտեի տենց, բայց մենք Բայց ես մի բան գիտեմ, որ այս ուրեմն ամբողջ աշխարհում վիրա, չէ, մայնա վիրա ցանկացած բան, որ բարձրացնում իջեցնում են շինարարության մեջ, սենց են անում մայնա վիրա վերևա գնալու, սենց են անում մայնա ներքևա իջնելու։ Ամբողջ միջազգային լեզու է, առանց բթի, բայց մենք մաթեմատիկայի դասատ ունենք Պետանյան երկրաչափություն բացատրելուց սենց մատներով սենց էր հիպնոզ ասում էր վերջը չհասկացանք ինչ էր ուզում այսնից այսքանը եթե մի հատ լավ երկրաչափության դասատու ունենայի հետո ես հասկանում թե ինչ հետաքրքիր է զգում ես մի հատ նորմալ դասատու այնտեղ թաքնված հա ինչ տրամաբանություն կա բնության հետ ինչ կապ կա որ ամեն ինչ ենթարկում է այդ օրենքներին մի հատ sense դասատու լիներ էլի որ sense բացատրեր մեզ որ երեխաներ սա հետաքրքիր է մոռացեք որ քննություն պետք է տա որ անգիր պետք է անեք ներքին անգյուրների գումար ինչի է հավասար չկար էլի կգնաս անգիր կանես գլուխդ մռանայր չգիտեմ մի լավ բան ես դպրոցից չեմ հիշում անկեղծ եմ ասում ատում եմ ես այդ դպրոցը ատում եմ այդ 6 ժամ լավ հիմա սովորել եմ մի կողմ 6 ժամ ոնց կարելի է ուտելու համար չեմ ասում հա այնպես լկտի պահվածքով ճաշ ինչ որ ուտես բան բայց մի հատ կոնֆետ մի հատ բան ուտելու համար մարդուն կարելի է դասանից դուրս անել էլի ծամեցիր էլի կիրա 6 ժամ երրորդ դասանի երեխեն դե գնա դիմացի ահա որ էր մենք 10-րդ դասարան ենք ժամացույց չէին թողնում որ կապեին զանգը ձեր համար չի զանգը մեր համար է մեր համար գնացեք զանգը տալիս է տեղից վեր ես կենում մեկ էլ բա զանգը քո արա այդ ցավը տանեմ օրենք չի բոլորիս համար չի այդ զինգ այսինքն հազիվ ես դիմացել մինչև զանգը մեկ էլ հələ վայ ուրեմն մի հատ բան է պատմեմ այդ կեղտերից էլի կներեք բայց պիտի ասեմ լցված է ուրեմն պապին ամերիկայից եկել էր բան 99 թիվն է ինձ բերել էր այդ նոր դուրս եկնա Հայաստան ընդհանրապես չկար Sony sense ցֆրավոյ թվային ժամացույց ոնց էս թվերը գրում ա բան դու պատկերացնում ես 99 թիվ Հայաստան տես բան յակում չես տենա բերել էր sense բրելոկի պես կախվում էր պայուսակիցս դե ես ժամացույց չէի գրում եւ այլն բան այդ միշտ ունեի ժամացույցը դե բնակ թող մեկը ասի որ չի հաշվել կամ չի նայում ժամացույցին թե երբ է ավարտվում վերջին ժամը։ Դες բան հնարավոր չի, բոլորս այդ մարդու էությունն է, ինք ուզում ա դենա, քանի րոպե է դեռ նստած մնալու։ Այս տառապանքը երբ է վերջանալու։ Հա, ու այդ խոսում ենք երևի 4-րդ, 5-րդ դասարան, էլի, այսինքն դեռ ձևավորված մարդիկ չենք, էլի պատանիներ էլ նորմալ չենք, էլի երեխա ենք լրիվ։ Ու դες նայում եմ բան, դե հարցնում ա քանի րոպե կա, բան երեխաս ասում եմ, 5 րոպե։ Մկրչան, անունը չասեմ, բայց
եկավ փոկեց այդ պայուսակիցս այդ բրելոկ կոչվածը ասես դասերից հետո հեսա դասը վերջանա կգաս մուտքի մոտ դպրոցի կասեմ ինչ օքեյ զանգը բրծտվեց ման գնացի մուտքի մոտ դեմ գնում է դեպի աղբամանները գնացել եմ հետևից ասում եմ ընկեր Մկրտչյան կանչել եք ես եմ եկել եմ չէ ասում եմ ես հիմա նայի ու երեխեքն են եկել ասում եմ ես հիմա սա կգցեմ զիբիլի աղբարքի մեջ են կեղտոտ են թվերի պատկերացնես այդ ինչա դու դեից պիտի վեկալես դու պատկերացնես ուսուցիչ դա մանկավար կեղտ են դրանք ինչ մանկավար ասացի դուք էլ լինեք ձեր նման հազարներ լինի ես կյանքում աղբամանից բան մի խոսքով ինչ բան գցեց աղբամանը լավ հիշում եմ Արմանը մեր դասարանի վազելով գալիս էր հետևից ասում էր ես կվեկալեմ ասում ես երբեք դա հետ էլ չեմ վեկալի այդ է դպրոցը դրանց օրոք կերտած դպրոցն ու դրանց դասատուները ունեք ավելացնելու բան այո ասեք չգիտեմ որ դասարանում ենք մեկ մտավ բանը մեկը մտավ դուրը բացեց Yapıcan Esinçan 4 հոգու բան դիրեկտորի կաբինետ աստված ինչ ա եղել ձմեռը որ գալիս ենք ներքևում դպրոցի բան կար հանդերձարան կար ուղակի կախիչներ վերարկուտ կախում բարձրանում ես հա մեկ էլ հա մտանք դիրեկտոր ուսմասվար այդ կաբինետում հավաքվել են բան մեկ էլ էս դիրեկտորը սենց մի քանի տուփ սիգարետ սենց ճմրթեց սենց գցեց սեղանին բա դուք սենց ստոր արա էս կոմենկով ուրեմն ինչ են արել մտել են գրպանները որ վերարկուն կախել ենք որտեղ սիգարետ կա այսումնա մեկ էլ ես ասացի իսկ ես ով ա թույլ տվել որ մտնեք իմ գրպանը մեկ էլ ես դիրեկտորի դեմքը պետք է տեսնեի ասի դուք ինձ հարցրել եք դուք ինձ հարցնեիք ես կասեի որ այո ծխում եմ պետք չէ ունենա առանց հարցնելու մտնել գրպանը դու էստեղ ես ինչ գաղափարներ ես տարածում եւ այլն վրանդեցին կաբինետից դուրս մտնել ուսանողի գրպանը առանց թույլատվության այսքան դե ինչ այսօր մտածա մի քանի րոպե ավել գնացինք լավ եղեք ժողովուրդ կհանդիպենք վաղը հաջողություն դե ինչ կերներ այսքանը այս բազմաչարչար եթերը մոտեցավ իր ավարտին բազմաչարչար լավ իմաստով որովհետև տարբեր բաներից խոսեցինք տարբեր թեմաներ դպրոց ընկերներ երբ որ Ամերիկա եկա 15 տարի ապրեցի համալսարան գնացի եւ այլն երբ որ ես ընդհանրապես հասկացա ինչա սովորել ինչ բանա դպրոցը ուսուցիչ աշակերտ հարաբերությունը եւ հասկացա որ ուզում ես մեդալով ավարտի ուզում ես չգիտեմ ինչով ավարտի շուն ու գելով ավարտի չէ դպրոցից պիտի դուրս գաս որպես քաղաքացի մենք կարող է շատ գիտելիքներ տալիս էին եւ այլն ամեն ինչի մասին եւ այլն բայց կյանքի մասին գիտելիքը որ դու դուրս գաս բան դիմում մեդալակիր գերազանց ավարտ երեխեքը դուրս էին գալի դպրոցից դիմում գրել չգիտեն քանի կոպեկ արժի քո ընդհանրապես քո կարտությունը բան դիմում գրել չգիտեն ինստիտուտի դիմում չէին կարող մաման պիտի գա գրի դիմում ժեկի դիմում գրել կամ անձնագիր ես գնում հանում պասպորտ սեղանի նիստուկաց ընդհանրապես չի կյանքը պիտի սովորացնեին ավագ դասարաններում մանավանդ այս երկրում այս բարքերի մեջ ապրող երկրում ոնց կարա մարդը տես բաներ չիմանա ես լավ հիշում եմ պասպորտ սեղանը օրինակներ էին պատին կպած են որ անուն ազգանուն գրած է անուն ավակյան ավակ բան Մարդիկ դիմումի մեջ իրանց անունի տեղը օրինակի ավակ ավակյան էին գրում։ Այդ չի ձեր կրթությունն ու ձեր բանը։